Իրանցից լավագույններից ինչ որ եթե գտնենք մի հոգու, որ ծառայել է եւ այսօր գտնում է իրենց այդ քաղաքական, չգիտեմ, թիմում, որը որոշում է այդ բոլոր հարցերը, լավագույն դեպքում կարող է ինչ որ էնել երևի դժվարությամբ գտնենք, որ ժամկետային զինծառայություն են անցել, կամ էլ ինչ որ չգիտեմ, այնտեղ պաշտոն են զբաղացրել, որ հետո մի երկու չափալախ ընկեր անեբանակից շպրտել են դուրս, հասկանում եք, ուրիշ իրենք տարբերակ չեն, գաղափար չունեն բանակի մասին։ Դա դրա մասին է խոսում, ոնց կարելի է այս ելույթը կարդում, զարմանում եմ։ Ասում եք կրճատեցինք ժամկետային զինծառայությունը, զինվորի վիճակը լավացավ։ Բառացի չեմ ասում։ Մի 6 ամիս էլ բան արեք։ Կրճատեք, եթե դա է նպաստողը կամ դա է ինչ որ է ձեր ծրագիրը, ասում բանակը դա մարմին է, եթե բանակում չես անցկացնում զորավարժություններ, տարբեր աստիճանների, հա, միջև ստրատեգիական, մարտական կրակի կիրառմամբ, թող ասի, քանի անգամ, այն թող ասեր, որ 25 թվականի ընթացքում մանցկացրել ենք այսպես կարևոր միջոցառում մեր զորքը պատրաստելու համար, չգիտեմ, հարձակողական, ասենք, զորավարժություն կամ պաշտպանողական զորավարժություն, ու ես վստահությամբ ասում եմ, որ մեր զորքը պատրաստ է, ասենք, մեր երկիրը պաշտպանի, կհասկանայի, բայց ասում եմ, 6 ամիս կրճատել են, բանակը լավացել է, դու հասկանում եք, ինչի մասին է, ինչքան անգրագիտությունը, դու նույնիսկ կարող միջուկային զենք ունենաս, բայց եթե դու սովոր չես այդ զենքը կիրառել ու չգիտես ոնց կիրառել, դու պարտվելու ես։